Ռոման Երիցյանը Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվել է։ Պարոն Երիցյան, Սամվել Կարապետյանը մեծաթիվ ներդրումներ է արել նաև Արցախի հանրապետությունում, որը այսօր փաստացի մեզ հետ չէ, որը փաստացի Ադրբեջանի կողմից խլվել է։ Հիմա անդրադառնալով Կարապետյանի դերակատարմանը արդեն այստեղ Հայաստանում նաև արցախահայերին միավորելու հարցում, որպես այսպես Արցախի հանրապետության ներկայացուցիչ ինչ ասելիք ունեք։ Ոչ միայն կատարել, այլ նաև շարունակում է կատարել։ Ես իմ հրապարակումներին մշտապես անդրադարձել եմ, որ Սամվել Կարապետյանի արածը Արցախի համար ընդհանրապես անգնահատելի է, սակայն այդ ներդրումները ոչ միայն կատարվել, այլ սփոփում են նաև կատարվում են։ Օրինակ կարող ենք բերել 1500 արցախցիների տեղավորելու հարցը, բազմաթիվ արցախցիների աշխատանքով ապահովելու հարցը եւ այլ ներդրումներ, որոնք կատարվում են օրինակ անհատապես որևէ արցախցու նկատմամբ կամ որևէ արցախցի ընտանիքի նկատմամբ։ Հետեւաբար մենք արցախցիներս այս պարագայում ես ինձ իրավունք կվերապահեմ հանդես գալ նաև բոլորի անունից, ուղղակի բարոյապես պարտավոր ենք զգում մեզ այսօր ներկա գտնվել այստեղ եւ մեր աջակցության խոսքը արտահայտել կամ մեր ներկայության մեր աջակցությունը արտահայտել հայ մեծ բարերար Սամվել Կարապետյանի համար։ Պարոն Երիցյան, այս ընթացքում տեղի է ունենում նաև հոգևորականների ձերբակալություններ, տեղի են ունենում, քննչական կոմիտեն տեղափոխվել շուրջ 8 հոգևորական, որպես փաստաբան, որպես իրավաբան, ինչպես է գնահատում այս գործելավոճը, ծանոթ եք արդյոք մեղադրանքներին։ Մեղադրանքներին ծանոթ չեմ, բայց խոսել իրավական հիմքերից ես անգամ ավելորդ եմ համարում, որովհետև ոչ միայն ինձ, այլ նաև ցանկացած իրավաբանի եւ ոչ իրավաբանի համար պարզ է թե ինչ գործընթաց է տեղի ունենում։ Այս գործընթացի նախորդել են նաև որոշակի այլ գործողություններ, ես հիշեցնում եմ նաև Արցախի հանրապետության ներկայացուցիչների նկատմամբ կամ Արցախի հանրապետության գույքի նկատմամբ իրականացող ոտնձգությունները, որոնք սրանց նախորդող գործողություններից դրանք սրա շարունակական հետևություններն են, որոնք կատարվում են։ Այսինքն անգամ ոչ իրավաբանների համար է պարզ այս գործընթացը ինչ հիմքեր ունի, հետեւաբար իրավական հիմքերին անդրադառնալ անգամ չեմ ցանկանում։ Ավելորդ եմ համարում։ Հասկանալի է, շնորհակալություն։